Բազմաթիվ դրվագներ կան ձեր կյանքից, կենսագրությունից։ Արդեն այնտեղի ոսկե մեդալն է, աչքից չէր գալիս գլխավոր մրցանակ։ Բան արարել, ինչ որ բան ստեղծել, ինչ որ բան հետ թողել։ Ձերքս դերեցի բազելքին, արագ վեր կացա, սենց արեցի նստեցի։ Ամենաթանկ կապիտալը մարդն է։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ճանաչիր մերոնց հաղորդաշարը կրկին եթերում է։ Մենք հավատարիմ մեր որդեգրած ուղուն շարունակում ենք մեր ազգաբնակչությանը, մեր հայրենակիցներին ներկայացնել ինչպես շատ ճանաչելի, այնպես էլ համեմատաբար քիչ ճանաչելի մեր հայրենակիցներին։ Այդ մեր անվանի ասեմ, շատ ճանաչված, միջազգային համբավ ունեցող մեր հայրենակիցներից մեկը այսօր մեր տաղավարում է, մեր եթերում է։ Մայեստրո Տիգրան Հեքեքյան։ Ողջույն։ Բարև ձեզ։ Բազմաթիվ երգչախմբերի ղեկավար, հիմա չգիտեմ որը ասեմ, ռադիոյին ասեմ, փոքրիկ Երբ որ ինձ երբեմն ինչպես հայտարարեն եւ այլն, ասում եմ անուն ազգանուն ասեք, եթե ոչինչ չի նշանակում, ուրեմն միել ասեք ոչինչ կանչեք։ Չէ, իհարկե։ Փոքրիկ երգիչներ, հա։ Այսօր Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ես հիշեցի, որ մի անգամ փողոցում Արմեն Բուդաղյանին հանդիպեցի, ասաց ինչպես եք, ասում եմ բարի ձեզ, ասաց շնորհավորում եմ, ասաց ինչով, ասում եմ չգիտեմ, բայց գիտեմ, որ Տիգրան Հեքեքյանին որ տեսնում ես, կամ պիտի բարի ճանապարհ մաղթես, կամ պիտի բարի գալուս մաղթես, կամ ինչ որ բանով շնորհավորես, մի բան պետք է եղած լինի երրորդության մեջ։ Շատ լավ, մայստրո։ Բազմաթիվ դրվագներ կան ձեր կյանքից, կենսագրությունից, որոնց մասին կարելի է խոսել, այդ այնց առինքնող, նշանակալի, բայց երևի առաջին շեշտադրումը, որ անենք 92 թվականին նորանկախ Հայաստանի առաջին միջազգային ոսկե մեդալը դուք բերեցիք Հայաստան, մայր հայրենիքայի դրա մասին։ Այո, դա Հայաստանի ռադիոյի հեռուստատեսության կամերային երգչախումբն էր եւ դրա կարեւորությունը ոչ միայն որ նա առաջին ոսկե մեդալն էր, նա առաջին ոսկե մեդալն էր ոչ թե երգչախմբային ասպարեզում, այլ ընդհանրապես Հայաստանի անկախ Հայաստանի պատմության մեջ, որտեղ նոր էր ստեղծվել Հայաստանը եւ այսպես պատկերավորացում, եթե թանգարան լիներ անկախ Հայաստանի նվաճումներ, ապա առաջինը պիտի լինի այդ ոսկե մեդալը, որը մենք նվաճեցինք եւ գլխավոր մրցանակ ենք նվաճել, որովհետեւ 3 տարբեր կարգերում էր արական կազմեր, իգական եւ երկսեռ էր, բայց այդ 3 կարգերում ոսկե մեդալ շահողների մեջ մենք ստացանք գլխավոր մրցանակը եւ մեզ կազմակերպեցին մի փառահեղ շրջագայություն Ճապոնիայի բոլոր տարբեր քաղաքներում եւ առաջին անգամ ես հայտնվեցի ոչ թե դա 2002 թիվներ, ոչ թե որտեղ մենք Հայաստանից ենք գնացել, Եվրոպայում, Միացյալ Նահանգներում եղել եմ շատ եւ ես հասկացա, որ այս երկիրը 50 տարի առաջ է։ Առ այսօր բաներ եմ տեսել այնտեղ ժամանակին, առ այսօր ես փնտրում եմ, միթե ուրիշ արտադրողները նորարարությունը չեն օգտագործելու, չեն օգտագործում։ Բաներ կա իրենք չեն սիրում դուրս արտահանել, շատ բաներ կա իրենք արտադրում են միայն իրենց համար։ Իրանց կենցաղը շատ հետաքրքիր է, մի խոսքով հրաշալի երկիր, բայց ամենակարևորը որ այդ առաջին ոսկե մեդալն է եւ ես հիշում եմ, որ եկա մայրիկս միշտ հպարտանում էր, որ ինքը Հայաստանի հեռուստատեսության, ռադիոյի հեռուստատեսության երևույթին հիմնադիրներից է, մի քանի 7 ամիս ուշ է եկել, բայց առաջին դիպլոմը միջազգային մրցույթից Հայաստան բերել է իր մինչև 16 տարեկան երեխաներին թույլատրվում է ֆիլմ, մանկական ֆիլմ Ագանյոկը։ Այդ ֆիլմը հիմա էլ կա, նայում ես եւ խորհրդային տարիներին ինչ որ հանրապետությունից մի հեռուստաընկերություն միջազգային Պրագայի միջազգային փառատոնից բերում է առաջին մրցանակ դիպլոմ։ Երկար ժամանակ այդ դիպլոմը կախված է լինում նախագահի
նախարարի նախագահի առանձնասենյակում Հեռուստապետարանի նախագահ։ այո Մանովի սենյակում, հետո անհետանում է Փառք Աստծո պատճենահանած մենք ունենք այդ ով է անհետ կորցրել Աստված գիտի, ես էլ մայրիկից ասեմ, ես էլ քեզ կարծեմ թե արժանի զավակ եմ բերել եմ ես էլ Հայաստանի ռադիոյի հեռուստատեսն ամբողջ Հայաստանի առաջին ոսկե մեդալ։ Դա ինձ համար շատ պատվաբեր է, ես հպարտ եմ, որ ինչ-որ մի բան կարողացա Հայաստանի 1992 թվականին, չէ՞ որ 10 ամիս հետո մեր անկախության հռչակումից։ Նաև հետո երբ որ արդեն Հայաստանի փոքրիկ երկիչներին ստեղծեցի, արդեն այնտեղի ոսկե մեդալն աչքից չէր գալիս, գլխավոր մրցանակները մենք շատ ունենք, եւ դա ինձ համար արդեն այդքան էական չէր, ինչքան որ մեզ ճանաչեցին Եվրոպայի մշակույթի դեսպան, դա շնորհվեց այդ տիտղոսը եւ դա ինձ համար գիտեք լինելով ոչ մի կապ չունենալով Եվրոմիության հետ ընդհանրապես կապ չունեինք, մենք նույնիսկ նախագծում չկայինք եւ ստեղծվում է Եվրոմիության կառույց որպես the choirs of the union Եվրոպայի միության երգչախմբեր լավագույն 100 հազարավորների մեջ ընդամենը 300 երգչախումբ են ընտրում եւ մեզ ներգրավում են, իսկ հետո այդ 300-ի մեջ միայն 3-ին շնորհվում է այդ տիտղոսը, որ Եվրոպայի դեսպանն է աշխարհում, եւ մեկը էլի դրանց 3-ի մեջ մենք ենք։ Սրանք գիտեք ինչ գուցե փոքրաթիվ մեծ ազգ ենք, մեծ հզոր ազգ ենք, բայց փոքրաթիվ ժողովուրդ եւ ոնց որ վերջացող տպավորություն թողնում, բայց դրա հետ կապված այդ առիթով, այդ կապակցությամբ, այդ պատճառով շոյում է հոգիդ էլի որ եթե լինեի ֆրանսիացի կարող կամ ամերիկացի չկարող անձնական կհամարի, բայց ես հիմա համարում եմ դա պետական հապետության հաղթանակ։ Չէ, ինչ խոսքի արք այդ ձեռքբերումներ են, որոնք նաև պետք է նշվի, դրա մասին խոսվի եւ նաև մեր հաղորդաշարի նպատակն է նաև վերհանել նման դեպքեր, նման միջադեպեր եւ անձանց հետ կապված եւ նման մրցանակների եւ իրադարձությունների երազում ենք որ մեր շենքը եթե վերականգնվի մենք ունենանք թանգարան որտեղ այնքան հետաքրքիր մասունքներ ունենք որ ցուցադրենք եւ մարդիկ գան տեսնեն օտարները տեսնեն հիանան եւ հայրենակիցները հպարտանան որ իրենք ունեն բան որ աշխարհը չունի օրինակ մեզ ճանաչեցին 2002 թվականին աշխարհի լավագույն մանկական երգչախումբ դա ճանաչում է համաշխարհային ֆեդերացիան եւ չգիտեմ ինչ կարող ենք մենք ասել բա մեկ էլ էս ունենք որ ճանաչվել է պաշտոնապես աշխարհի լավագույնը մանավանդ խմբակային աշխարհի լավագույն մանկական երգչախումբ 3 տարով բայց առ այսօր այդ բարձությունը մեզ հավասար չեն կարողանում կանգնել հաշվի առեք որ մենակ Չինաստանի նման երկիրը մոտ 1,250,000-ից ավել երգչախումբ ունի մանկական Եվրոպան միացյալ գումարը դա միլիոններ են կազմում ինչու մի հատ պուճուրը դուրս է եկել եւ չի թողում ինչ որ մեկը եւ դա ասում են իրենք Ռուսաստանի օրինակ Ալեի Պարուսա երգչախմբի ղեկավարը դուք ուրիշ բան ասին կամ Մայա Շավիթը Իսրայելից ասում է որ երբ որ մոտենում են թղթակիցներին առաջին անգամ գալիս է Հայաստան մեզ հետ աշխատելու եւ նվիրում է իր համերգ հայոց ցեղասպանության Հավրամյակին եւ ոնց որ գիտեք Իսրայելը չի ճանաչել մեր անկախությունից ինքը գալիս է եւ նրան այնք շատ հեղինակավոր կիներ միջազգային ասպարեզներում եւ հարցնում են մեր առաջի փորձից հետո մեր երգչախմբի ձեր տպավորությունները մի վարքյան կանգնում ասում են սրանք այլ մոլորակից են հաստատ մենք սրանք կարծիքներ են որոնք մենք ունենք կարծիքների շարան գուցե հաղորդման ընթացքում կարողանանք այսպես էկրանին ցույց տալ հասցնեն կարդալ Մենք արդեն գիրք ունենք հրատարակած եւ շատ շնորհակալ ենք քաղաքապետարանին երկրորդ գիրքը արդեն հրատարակեցին երկրորդ մասը մեր 30 տարվա պատմության մասին I really love your choir. I love the enthusiasm. I'm impressed by the technique. Voilà, it's hard to find the words, but it was wonderful. I always say to my singers that we have to seek for excellence but not perfection, because perfection does not exist. But now
I think perhaps perfection exists. Ես կարևորում եմ իմ զավակներին էլ ասում եմ, պիտի այնպես ապրես, որ հեռանալուց մի բան արել եմ, էլի։ Հետք։ Մենք այդպես եթե քիշեք խորհրդային տարիներին ինչպես էր մեզ փորձում գաղափարական առումով զինել եւ ասում էինք անցնում ենք անգիր ենք ան Մաստրովսկոյի խոսքեր, որ մարդ պիտի ապրի կյանքն այնպես, որ հետ շրջվելիս կյանքի վերջում անհարմ ամոթ չլինի քո անցած տարիների համար, ապրած տարիների համար։ Ես լավ եմ սերտել։ Ամենքեր ինչ որ հետ թողնել գոնե։ Դե ի վերջո մարդու եւ կենթանու տարբերությունը նաեւ նրանում է, որ ինչ որ բան արարել, ինչ որ բան ստեղծել, ինչ որ բան հետ թողել։ Դրանից Չնայած կարելի ասել կենթանիներ էլ կան, այնքան լավ հետ են թողնում գրքեր են գրել իրենց մասը։ Բարձ է։ Դե իմ հարցը կանխեցիք այդ լավագույն մանկական երգչախումբ ճանաչվելու առումով։ Այ չգիտեմ դուք ոնց եք նայում ես շատ կարևորում եմ ազնավուրի հետ կապված ձեր համագործակցությունը, երբ որ իրեն դիմել էին, որ ինչ որ կոլեկտիվ հրավիրի։ Էլի հետ գնամ ակունքների իմ կյանքի սկզբերին, երբ որ շատ փոքր երեխա էի 60-ականների կեսերին 4-ներ կարծեմ ազնավուրը եկավ Հայաստան, համեր տվեց ֆիլհարմոնիկ դահլիճում, ես շատ եմ հասկանում ազնավուրը եկել է գնացել է։ Հետո եմ ես տեսնում այդ նկարահանումը նաև հետագայում մեծանում եմ, տեսնում եմ, բայց մայրս լինելով հեռուստատեսության աշխատող, ձայնը համերգի ձայնը միայն արտագրում է եւ բերում է հայրիկս շատ էր սիրում ազնավուրին, բերում է հայրիկիս համար, մենք այդ տեմպ 3 մեծ մի լավ մագնիտոֆոն ունենք, այս բաբինաներով եւ հայրս շատ էր լսում։ Ես էլ դելոտակ մեծանում էի, ինձ էլ էր կաթիլ մտավ իմ էության մեջ, ես էլ էի շատ հավանում, շատ գեղեցիկ երգեր էին եւ այդպես հետո արդեն որ մեծացա, մի քիչ խորացա, իմացա ով է Ազնավուրը եւ ինքը ինձ համար հայ մի տեսակ է, որ կարողացավ աշխարհին ասելու, որ այն ժամանակ դեռ երիտասարդ էր, ասենք 40-60 տարեկան։ Եվ անցնում են տարիներ։ Ես Բելգիայում եմ, միջազգային ժյուրի անդամ եմ, մեկ էլ ինձ զանգահարում է արտգործնախարար պարոն Նալբանդյանը, որ այն ժամանակ դեսպանն էր Ֆրանսիայի, եւ առաջարկում է, որ մասնակցեմ Ազնավուրի 80-ամյակին, ես մերժեցի, ասացի, որ դա էստրադային ժանր է, ես շատ պաշտում եմ Ազնավուրին, բայց ինչ կապ ունի դասական կոլեկտիվը գնա Ազնավուրի, կապ չունենա, էլի, էստրադայի հետ, այդ ժամանակ գոնե այդպես էի մտածում, ասեց զարմացավ, անկեղծ զարմացավ, ասաց այն ամենը մտածեք, ես ասես չկարծեք, դուք չեք պատկերացնում, թե ինչ պայքար է գնում, որ մեկը գնա, բայց ինքը ձեզ է ուզել։ Հետո մայրիկս զանգահարեց էլի մայրիկս խոսեցինք, ասեց տղա ջան, այդքան սիրում եմ, ինչի չգնաս, Հայաստանը ինչու չներկայանա, որտեղ ինքը ասում էր, եթե ուզում եք, սա չէ, ուրեմն Հայաստանը չի կարող։ Աշխարհից աստղեր էին գալու բան։ Եվ դա հեռարձակվելու էր աշխարհի 27 կարծեմ թե ինչու դա թիվ էր երկրներով կենթանի հեռարձակում էր գնալու։ Առել էին արդեն այդ ծրագիրը։ Վերջին Ալբանդյանն ասեցի, հա, բայց մեզ մնում են ամենը շատ քիչ ժամանակ, 15-20 օր չեմ ինչ կա, չէ, 1 ամիս, ավելի պակաս քան 1 ամիս, 20 օր, ոնց ենք հասնելու, ասեցի, այդ արդեն ձեր գործ է, խնդիրն է։ Եվ մի խոսքով եղավ, կայացավ եւ շատ փայլուն ելույթ ունեցանք եւ հետո կուլիսներում հանդիպում եղավ Շարլ Ազնավուրի հետ, մի հատ էլ երգեցինք եւ ապարեցինք իր իսկ երգերից մեկը շրջված խոսքերը փոխված դեպի իրեն ուղղված, իր մոտ սեր եւ այլն, դեռ մենք ոչ ենք երգելու սեր, մենք երգում ենք Ձոն Ազնավուրին, այդ քո աչքերը, քո ձայնը փոխել ենք բառերը եւ փոխել էր պարոն Աթաբեկյանը, որը փառահեղ գիտակ էր եւ Ազնավուրի մոտ 1000 երգեր գիտեր եւ շատ լավ ֆրանսերեն գիտեր գալիս էր անընդհատ չէր ալարում արտգործնախարարության պատասխանատու աշխատող գալիս էր մեր փորձերին սիրահոժար եւ շտկում էր ինքն էլ ինձ նման նախանձախնդիր ուզում էր հայ երեխաները շատ լավ առոգանությամբ ելույթ ունենան եւ երբ որ վերջում ասեց հոյակապ է բան ասեցի նման է տանջել ասում է շատ լավ է բայց եւ այդպես շատ լավ է բայց ու անդադ շտկում է երբ ասեց շատ լավ է ասեցի վերջ ասեց հա ասեցի որ լսենք կզգան որ
ֆրանսիացիներ են, հայ չեն, կհասկանան, որ ֆրանսիացի են, թե կմտածեն, որ հայ են։ Չի ասում, զգացվում է այնուամենայնիվ, ասի չէ, ուրեմն նորից այնքան շատ հոյակապ մարդ է պարոն Աթաբեկյանը, վաղուց իր հետ կապ չունեմ, բայց շատ մեծ հիշողություն, լավ հիշողություն մնաց եւ իմ այդ աշխատանքից կոմիտասի արձանի մոտ նստած շտկում ենք բառերը, շեշտադրություն եւ միևնույն ժամանակ երեխաների մեջ մնաց այդ միշտ լավ է, բայց այդ իրենց է մնացել եւ այդպես ելույթ ունեցանք Լայզա Մինելի իմպրեսարիոն մոտեցավ ասեց ուզում ենք ձեզ հետ որ Լայզա Մինելի այդ համերգ տակ բան շատ ակտիվ մի իրավիճակ էր ես հիմա հետադարձ հետին մտքով ուզում եմ շատ մեծ շնորհակալություն ասել Նալբանդյանին, որովհետև նա անպայման ուզում էր ինձ մերձեցնել ինչ-որ ձևով Ազնավուրի հետ, մենք մի հանդիպումներ ենք ունեցել տարբեր եւ Հայաստանում եւ արտերկրում եւ ես հիմա կարող եմ ասել ես գիտեմ, ես ճանաչում եմ Ազնավուր երևույթին աննորմալ աշխատասեր տաղանդավոր պարզ է, բայց ոչ մի բան է տաղանդը, եթե չլինի այդ աշխատասիրությունը, դա բոլոր տաղանդավոր մարդկանց եմ ասում եւ փակ ինքնամփոփ զուսպ իր մեջ ապրող հետաքրքիր էր դա բնությունից էր դա այնուամենայնիվ օտար երկրում ծնված գաղթականի երեխայի այդ դաջված էր ինքը նույնիսկ իր 81-ին այդ համերգից հետո ինքը Սայանի հետ մենակ գնացին ես ասի եւ Սայանի հետ են գնում մենք պիտի հետո Ելիսեյան պալատում պիտի նախագահը Ֆրանսիայի Շիրակը բանկետ էր անում իր հաշվին, պետության հաշվին, երևի, եւ պիտի գնար այնտեղ, չէ, հետո, բայց դուրս եկավ Սայանի հետ, մոտեցան մեքենա, Սայանը դուռը բացեց, Ազնավուրը նստեց, բակետ Ազնավուրը մենակ գնաց, ոչ երեխա, ոչ կին, ոչ մենակության մեջ, այսպես ինքնամփոփ, գիտեք, ընդհանրապես շատ հիշեցնում են այդ տեսակ ինձ Ռաման Պաուլսի, իր հետ էլ շատ մտերիմ եմ եղել, մինչև հիմա էլ զանգում եմ մեկ-մեկ, Էդգար Հովհաննիսյանը, մի տեսակ ինքնամփոփ են, կարող ասում, խոսող, մենք Ազնավուրի հետ մի քեֆի սեղանի շուրջ ենք, 20 հոգի մարդ ենք, եւ անեկդոտներ էր պատմում, մինչև այս այդ անեկդոտները վերապատմում ուրիշներին, այնպես չէ որ մելանխոլիկ անձնավորություն է, բայց չի սիրում շատ մարդ իր շուրջ, էլի այդ էյֆորիան մարդկանց մեջ բան չէր սիրում։ Այդպես լավ հիշողություններ, շնորհակալություն։ Հետո 5 տարի հետո չէ, 3 տարի հետո կազմակերպեց Ազնավուրը եւ բարեկամները խորագրով համերգ, մեզ նորից հրավիրեց Փարիզ, գնացինք, այս անգամ արդեն Գաղնի օպերայում, աշխարհարչակ այդ օպերայում, էլի աշխարհի աստղերով իր բարեկամներով համերգ էր տալիս եւ մենք այդտեղ երգելու էինք ԱՄՆ-ի երգը, որ այնքան բառ կա իր այդ կրկներքի մեջ, տեխնիկի մեջ, մինչև կրկներքը երեխաները ուղղակի սերտել էին եւ փորձի ժամանակ այպես ամեն մեկը պիտի մի կտոր երգեր մեզ հետ միասին տասները փորձ ենք անում այդ հայտնի ռոք երգիչ էր մոտով ասեց հիմա դու ինքը անվերապահորեն հեղինակություններ էլ իրանք երեխեք են իրա մոտ ասեց հիմա դու սա երգեր փաթնգավ չկարողացավ հետո եկավ մեր պահը այսպես ինքը շուրջ եկավ դեպի մեզ այս մեջքով sense կծկված որ մի հոգի չի կարողանում այն ֆրանսիացի ասանք 53 թե 55 երեխա են իրար հետ ոնց են երգելու այդ երբ որ երգեցինք այսպես ոգևորված օտարտաս շրջվեց մեզ հետո նայեց այդ ռոք երգչին մատը տգեց տեսա գնա պարապի այսի բաներ զավեշտալի հիշեցինք մեծն Ազնավուրին իր այդ հետևողականությունը որ կարողացա մանավանդ պայքարից հետո չէ շատ էին փորձում իրեն ուրիշ մեկին ասում էր միայն Հայաստանի փոքրիկ երկրին ուրիշ մարդ ուրիշ չունեք որ ինձ ուղարկեք բայց նաև էլի վերադառնամ իր տաղանդը եւ աշխատասիրությունը փորձ անում էր հետո համերգ էր տալիս ցերեկը 2-ին համերգը միջվում հետո 2-3 ժամ հանգիստ հետո երեկոյան համերգը 8-ին մեկ էլ կողա ժամը 6-ին նվագախումբը հավաքվել նույն նվագախումբը արդեն ամբողջ տարին իր հետ համերգ է տվել նույն ծերագրով
ասեր մի քանի տեղեր կա նախորդ համերգին դուրս եկեմ այդ փորձենք շտկենք որտեղ համերգը փչացնում է սովորաբար շատ աշխատասեր շատ ինքն իր հանդեպ շատ պահանջկոտ բացախնդիր եւ դա է հաջողության գրավական դե իհարկե եթե դու ինքդ օրինակ չծառայես հետո ուրիշից պահանջես 80 տարեկան հասակում 256 համերգ է տվել տարվա մեջ պատկերացրու աշխատասեր շատ լավ հիշեցինք մեծն Ազնավուրին այ խոսքի մեջ մի քանի անգամ անդրադարձակ ձեր մայրիկին Էլմիրա Հեքեքյան հերոստատեսության հիմնադիրներից հայկական է հերոստատեսության հիմնադիրներից որը ձեր կենսագրության կյանքի հետ կապված այդ նախնական փուլում այսպես ասած ինչ որ կերպ ուղղորդել է չամտել է թե այս սկիզբը ինչպես եղավ ես չի ասի նախնական սկիզբ ես կասեի սկզբից մինչև վերջ եւ ոչ միայն մայրս ես եւ քույրս շատ երջանիկ ենք որ ծնվել ենք այդպես եւ դաստիարակվել ենք մեծացել ենք կրթվել ենք այդպիսի ընտանիքում կարող է մայրը այդպես լիներ հայրը չլիներ հայրը լիներ շատ լավ հայր լիներ բայց գործի մեջ զբաղված բան չէ մենք ունեցել ենք հայր որը անչափ հոգատար էր շատ սեր էր անդադ օրդում փոքր տարիքում եւ չափազանց խիստ ես չեմ պատկերացնում ավելի խիստ բայց ասում եմ այդքան սիրով եւ այդքան ջերմ եւ այդքան հոգատար եւ ինքը պատմել ասում ես ինչ ես պապ իմ պապան ես իմ պապաս ասում եմ այդպես թարսնամի մտնում ենք սեղանի տակ ես ու եղբայրս եւ մայրս որը արվեստի մարդ հայրս ժուրնալիստ էր թղթակից Հայաստանի նա էլ Հայաստանի ֆիզկուլտուրնիկ թերթի հիմնադիրներից մեկն է այսինքն իմ ծնողները ստեղծող կերտող հիմնող են հայրս եւ մայրս էլ այսպես էսթետ մեծացնում էր եթե հայրս ինձ տղամարդ էր մեծացնում մայրս ինձ կիրթ այսպես էսթետ այսինքն տաքուսարով մեծացել եմ Այս դա ներողություն խոսքը չմոռանանք դա է ուզում ասել որովհետեւ եթե տղամարդու տղայի նկատմամբ շատ սիրալիր ես լինում դա ինչ որ տեղ փափկացնում է այո փոքր տարիքում այդպես էր ինքը մենք խաղում էինք իրար հետ բայց ինքը ուներ հասկանալի մի ուժ կարող կռվեինք իրար խփեինք ես իրան խփեի բոքսով բան կարող ծունկի իջներ որ ինքն հասակին լիներ ու կռվեինք իրար հետ բան բայց կարող է պահը գար մեկ ասեր վсё բարձավ մի անգամ ծոցը վերջակից պատնեշը վերջ այսինքն կարողանում էր վերջ դնել ցանկացած բա հիմա դաս հիմա փոքրուց սովորեցնում էր գուտաները տլվա վարտիկը տլվա այսինքն ես աշխատանքի մեջ մեծացած անձնավորություն եմ ինձ թողնես մենակ տնային տնտեսուին թողա ինձ մոտ վարպետաց դասեր անցնի ոնց է պետք տունը հավաքել ափսեները լվալ այսինքն ես հարթուկ անել հայրս ինձ ստիպում էր այսինքն բոլոր նեղ դժվար օրերում որ ես կարողանամ գոյատևել լավ դիմակայել անահիտ հեքիաթի մոտիվներով եւ հեքիաթները էի կարդում ինքը ինձ տալիս էր կարդում էի հիշում եմ այսպես Սլիվի Զամուսար բուլղարական հեքիաթ էր փոքրիկ 6-7 տարեկան էի նոր տարերով սովորում կարդացի եւ այսպես այնքան ինչ տպավորություն թողեց ինձ վրա դրա համար պետք է երեխաներին հեքիաթներ կարդալ պատմել քանի որ իրենք չեն կա փոքր տարիքում երեխային օրորոցային երգերի հեքիաթ պատմելը դա ձևավորում է այդ անձին այդպես փորձում էր տղամարդ մեծացնել մարդը մայրս էստեղ ինձ ուտվեցին անպայման երաժշտական դպրոց ես լողի էի գնում ես սպորտի էի գնում այսինքն ինքս փոքր տարիքից մեր բակի հազարոցի հետ եւ իր եղբայրն էլ մեծ եղբայրն էր Արայիկը կարոտե էր պարապում գնում ենք ծիծեռնակաբերդ վարժանքներ էին կանում շիշում չեմ մեծացել ֆուտբոլ էի խաղում բակում հետո բակի բոլոր տեսակ խաղերը բակային ինձ նման խաղացող չկա շատ ճարպիկ էի եւ հավաքագրող էի եւ ես կազմակերպող էի եւ արդարություն էի շատ սիրում եւ այդպես մեծացա հետո մեծ սիրով մինչեւ հիմա հիշում եմ իմ առաջի ուսուցչուհուն
Զենֆիրը Մերսեսովն այն մարդը 7 տարի սովորել է երաժշտական դպրոց, ավարտել է, հարցնում ես դասատուի տանը չի հիշում։ Ես 3 տարի եմ այդ կնոջ մոտ սովորել եւ ինչեւ հիմա հիշում եմ, ցավոք մահացավ ու ես ինձ տվեցի մի դեսպանի կնոջ, ոչ էլ հիշում եմ, ոչ դասի էր գալի նորմալ, ես էլ տեսակը չէի, տեսա այդ վերաբերմունքը, ես էլ սկսեցի չգնալ, այսպես հետ ընկա։ Մինչև հետո տվեցին ինձ մի հետաքրքիր կնոջ մոտ Էլեոնորա Միխայելնայի, որը ցույցելի 2 տղա է մեծացրել իր կյանքում, գիտի տղեկ հետ ոնց է, ինքը հասկացավ, որ ինձ հետ չի կարելի այսպես ստիպողական, ինքը մտավ ինձ ընկերացավ, այսինքն ինձ գալիս է գիտեր որ ֆուտբոլ եմ ցույց խաղալ, պատմի այսօրով խաղացով հաղթեց եւ այլն։ Եվ այդպես մի քիչ հետ բերեց, բայց դա շատ քիչ է, եւ ես չէի ուզում շարունակել երաժիշտ։ Մայրս ասաց դու պիտի գնաս ուսումնարան։ Ես դպրոցում սովորում էի 9-րդ դասարանում։ Չէ, գնամ ինչ անեմ, գնա լավ, գնա խմբավարական բաժին։ Էդ ինչ բան է։ Գնացինք եւս մի հրաշք կնոջ մոտ, Կլարա Լվովնայի մոտ, իմ շատ սիրելիս ասում է ուսումնարանից մաման։ Ինքը ասեց շատ խոստումնալից է, վերցրեց դասարան, եւ այսպես սովորում էի, ինձ մոտ շատ հեշտ էր ստացվում, ամեն ինչ հեշտ էր տրվում, մինչեւ 3-րդ կուրսում զգացի, որ ես սկսեցի աշխատել երգչախմբի հետ իմ կուրսեցիների եւ հասկացա, որ ստացվում է, եւ որ իմ բան ստացվում է, սկսում ես ուզել։ Շատ արագ 4-րդ կուրսում թե 4-րդ կուրսում դարձա հանրապետական մրցույթի դափնեկիր եւ ինձ ասեցին դու պիտի գնաս շարունակես կոնսերվատորիա, այնտեղ 9 քննություն ենք տալիս, ասեցի չէ, այդքան տվողը չեմ, որովհետեւ զուգահեռ ընդունվեցի նաեւ տաժանակի տարի էր։ Դե որ ուսումնարան ինձ համար ուսումնարան էր, էլի քոլեջ, հա, ուսումնարան բարձրագույն չի, մայրս ասեց լավ 10 ավարտեցի ուսումնարանի 2-րդ կուրսում էի, հիմա ուր պիտի ընդունվես, ասի մի տարի ինձ դադար տվեք խելքի գամ, հետո 3-րդ կուրսում ասեց ուսումնարանի 3-րդ կուրսում, դե պիտի գնաս ընդունվես բուր, դե արի քեզ ռեժիսորական բաժին։ Դե եմ տեսել, փոքր ժամանակ մամայիս հետ գնում էի նկարանների, տարբեր ինձ դուր էր գալ այդ նկարանները, բան, շատ հաճախ ռեժիսորները ասում էին Ռոբրան թողեք Տիգրանի հետ նկարենք, բան, բայց ինձ հետ այդքան ավելի հեշտ չէր, էլի, այնպեսի բաներ էի մաքսիմալիզմ, ասում եմ, մի հատ կոմբայնահարի դիմացից նկարեց, մտ տղա ջան, դիմացից սղոցներն են, որ կտրում են խոտը, ես ո՞նց դիմացից, ասում եմ, ես քեզ կպահեմ, ցես կախված, բան, կադրեր էինք ստանում, ասեցի, որ գնամ Գնացի, բայց նախապես ասեցին չի ընդունվել, որովհետև 6 հոգի էր ընդունվող, միայն 2 տղա էին ընդունում։ Այդ 2 տղան իսկած բան է որոշված էր, բոլորը գիտեին, հայտնի մարդկանց երեխաներ էին, բայց ասեց մամաս գնա, գնա։ Իմ Արզումանյանը ասեց թող փորձի, թող կյանքը թող, որովհետև շատ տաղանդավոր տղա է։ 5-երով եկա հասա հայոց գրականությանը, որ պարապել եմ հայտնի Թերլիկի եւ Անիի մոտ, այդ հայլուն դասախոսների մոտ, հանանք միայն համալսարանի բանասիրական համար էին պարապում։ Ես դերբայական դարձվածք եւ օժանդակ ենթակա օժանդակ ստորոգյալ բաներ էի անցնում, որ դպրոցում չէին անցնում, ես դասախոսները օպրես, այդ տղոջան ես ու մոտ ես պարապել, լավ էր, չէ, հա 4։ Ես հասկացա, որ այն տղաներին էլ 2-ին 5 էին դրել, ես հասկացա, որ չեմ ընդունվելու, միջև վերջ գնացի, 1-2 բալով չանցա, ասի դե գնում եմ բանասիրական։ Ընդունվեցի բանասիրական ֆակուլտետ, շատ երջանիկ եմ դրա համար, որովհետև խմբավարի մասնագիտության մեջ լեզուն ուղիղ կեսն է իր արվեստի։ Եվ ունեցել եմ փայլուն լեզվի դասատու, շատ Պետրոս Բեդիրյանը, որը մեզ մարդ էր դարձնում, այսպես կատակով, հումորով, խայթելով, ամեն ինչով, բայց մեզնից դարձնում էր մասնագետ։ Ունեցել եմ ռուսերենի շատ լավ դասատուներ, մանկավարժության դասատու, որին շատ սիրում էի, հարգում էի, բայց այսպես ավարտեցի մանկավարժությունը, փայլուն դասեր էի տալիս պրակտիկայի ժամանակ Չարենցի դպրոցում, Ավանի դպրոցում եւ նույնիսկ որ ասեցի երաժիշտ եմ դառնալու, ասեցին չգիտենք ինչը կկորցնի ավելի շատ դու երաժիշտ դառնաս, թե մանկավարժություն, թե որ երաժիշտ դառնաս մանկավարժությունը կկորցնի, կյանքը բերեց նրան, որ ես համատեղեցի նաեւ նոր ավարտել էի բանասիրական ֆակուլտետը, նշանակվեցի գյուղ աշխատելու, որպեսզի կարողանամ ուսումը շարունակել կոնսերվատորիայում, դեռ 2-րդ կուրսում էի, թե 3-րդ։ Եվ դասավանդեցի 7 տարի, կարծեմ թե 5-6 տարի գյուղում, տարբեր գյուղերում, Կարփի, Հարթավան, Մուլքի, Ապարանի գյուղեր գնում էի, ցուրտ ժամանակ հասնում էի այնտեղ, մութ ժամերին, որ հասնեի ժամ 8:30 դասի, եւ սա իմ դժվար իսկապես շատ դժվար էր եւ զուգահեռ սովորում էի
կոնսերվատորիայում ընդունվեցի դիրիժորական բաժին մեկ քննությունով, որտեղ կարմիր դիպլոմով է ավարտել ուսումնարանը։ Եվ մի քննությունով ընդունվեցի կոնսերվատորիա Ռաֆայել Մանգասարյանի դասարան, դա իմ կյանքի ամենամեծ նվերն էր, որ ես սովորեցի այդ հսկա երաժիշտի մոտ, ցավոք ոչ այնքան ճիշտ գնահատված ժամանակին, եւ հիմա էլ կարծում եմ, բայց ես հպարտ եմ երջանիկ, որ այդպիսի մարդու եւ այդպիսի երաժիշտի հետ եմ շփվել իմ կյանքում եւ սիմֆոնիկ փորձերին էի գնում, պարտիտուրներ էինք նայում իրար հետ, ասենք մենք այսպես դասարանային դասատու չէր ինձ համար, մենք իրար հետ ընկերացանք, բարեկամացանք մինչեւ իր կյանքի ընտանեկան, այսինքն ես եւ Բելլա Պավլովնայի հետ էի շատ մտերիմ, իրենց տան զավակի պես։ Եվ ես այդ իմ հաճելի տարիներ, բայց դեռ կոնսերվատորիայում երկրորդ կուրսում էի, հրավիրեց ինձ Սպենդիարյանի դպրոցի տնօրեն Սերգեյ Քեչեկը, որ ամոթ է Սպենդիարյանի դպրոց առաջի դպրոցն է, այսքան տարվա պատմություն ունի, այսպիսի հայտնի մարդիկ է տվել, երգչախումբ չունենք հիմա, արի ստեղծի։ Դա իմ փորձն էր առաջին եւ իմ կյանքի ամենահաճելի հիշողությունները ես պաշտում էի այդ երեխաներին, 150 երեխա ունեի երգչախմբում, պաշտում էի այդ երեխաներին։ Իրենք խելագարվում էին ինձ համար։ Մենք մի հատ սեր էր, բայց այդ ճիշտ հայրիկից նման էր, հենց որ պահը գարս էր, վերջ փորձ ենք անում։ Բազում այդպիսի դրվագներ կան, որ տնօրենով ու պարտկոմով, կուսկո կազմակերպության քարտուղարով դեմքերին այն ժամանակ ուսմասվարներով, բանով փորձում են լռեցնել երեխաներին, ոչ մի բան, ես հայտնվում եմ անգամից միայն հայտնվում էի բավական է որ լռեին։ Այդ հորս կողմից ինձ շնորհված գենետիկ ինչ-որ մի բան է։ Եվ այդպես այդ երգչախումբը շատ հանրապետական մրցույթի հաղթող դարձավ, մի անգամից անուն հանեց, ոչ մի համերգ չէր պետ կառավարական, որ մենք չմասնակցեինք համալիրում այստեղ այնտեղ, բայց 5 տարուց հետո այնքան տրվեցի, այնքան նվիրվեցի, որ զգացի հոգնել եմ։ Եվ արդեն ռադիո երգչախմբում էի աշխատում, ղեկավար էի, ստիպված դուրս եկա։ Ես կոնսերվատորիան հենց ավարտեցի, ինձ հրավիրեց Էդգար Սիգեյչ, Էդգար Հովհաննիսյանը աշխատելու ռադիո երգչախմբի հետ, այն ժամանակ շատ լարված իրավիճակ, կոլեկտիվը բաժանված երկու մասի, մինչև իմ գալը, բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ, եւ ես ոչ թե դա միակ ձևն էր, այլ կերպ ես չեմ կարող, խիստ կարգուկանոն, ոչ մի բացառություն, ոչ մի կողմին, որտեղ ասում են Էդգարական, Թոփիկյանական, այսպեսի անդուր խոսակցություններ, նույնիսկ ինձ վրա նամակ գրել Կենտկոմ բան, ինձ նույնիսկ ասում են հեսա դիր ազատի աշխատանքից, ասի չէ, ես իրենց հետ աշխատելու եմ։ Եվ հետո իրանք դարձան ինձ համար շատ սիրելի աշխատողներ, ես էլ մինչև հիմա իրար տեսնում ենք, գրկում ենք իրար, հրակապ մարդիկ էլ, ուղղակի գիտեք, անկան ազդեցության տակ, եւ ռադիո երգչախումբը 20 տարի աշխատեցի, ես շատ մեծ ավելի հաջողությունների կհասնեի, բայց որոշեցի որ կազմին ձեռք չտամ։ Սովորաբար խորհրդային տարիներին այդպիսի բան կար, եթե գեղարվեստական ղեկավարը փոխում է, չգիտեմ ինչ 80%, թե քանի տոկոս խմբի կարող էր փոխել, որտեղ դա այլ գեղագիտություն է, դու այլ պատկերացում ունես, այլ ճաշակ, այլ ձայնային հնչեղություն, ոչ միայն երգչախմբում, նվագախմբի բան, կիրառում են թե չէ, չգիտեմ, ես չարեցի, որտեղ մարդկային անձնական խնդիր կար, չէի կարող, եւ հետագայում ես որտեղ ընդունում ես մարդկանց չի ազատում աշխատանքից, ինչեւ որ ես եկել եմ դու եք աշխատում են, ով աշխատում էր, կապ չունի ոչ տարիք, ոչ սեր, ոչ անձնական կային մարդիկ, որոնք ասենք ես որպես մարդ չէի հավանում, բայց ենք հոյակապ աշխատող էին, եւ իրենք մնում էին ու աշխատում էին, չնայած ինձ ոչ այդքան հաճելի, բայց հիմնարկին օգուտ։ Այդպես ռադիո երգչախմբին հասցրեցի նախ տարա դուրս միջազգային ասպարեզ, ոչ թե արտասահման, կա տարբերություն։ Էլի խմբեր կային խորհրդային տարիներին գնում արտասահման, իրենք գնում են հայ համայնքի հրավերով կամ եթե նույնիսկ օրինակ սիրողական երգչախմբեր ունեինք Սեթրակ Երկանյանի երգչախումբը, Կոմիտասի, Արթուր Վերանյանի եւ այլն մրցույթների, փառատոների, այո, գոսկոնցերտը Ռուսաստանը արտոնում էր, սովետի ժամանակ գնում էին, դա ուրիշ էր։ Էլի իրենք պիտի որոշեին ով եւ այլն։ Ես ինքս դուրս եկա միջազգային ասպարեզ, իմ գծով, ինձ ոչ ոք չէր ուղղորդում, ոչ ոք չէր ճանապարհում եւ ինձ սկսեցին հրավիրել։
Եվ ես հայ գաղութի համար չէի համար տալ։ Հայերը գալիս էին, բայց մենք միայն գնում ենք միջազգային հրավերներով։ Եվ սա ոնց որ ասում առաջին ելքն էր։ Մենք ես ոչ նվագախմբեր, ոչ երգչախմբեր այդպես դուրս չեկան։ Առաջինը Իսրայել գնացինք եւ հետո արդեն տարի կար մենք չէինք կարողանում գայինք Երևան։ Մենք գալիս ենք Մոսկվայից մի անգամից գնում ենք ուրիշ երկիր։ Այսինքն չէինք հասնում 2-3 օրվա համար չէինք գալիս հասնում Երևան, այնտեղ մնում ենք շատ մութ տարիներին մենք մի աննորմալ տեմպով աշխատում ենք։ Հետո որոշեցին, որ ռադիոյին այլևս կոլեկտիվներ պետք չեն, բռնեցին ու փակեցին։ Փակվեց Օհանդուրյանի նվագախումբը, ջութակարների անսամբլը, ամեն ինչ փակվեց, ժողովրդիկներով եւ այլն, հետո ինչ-որ ուրիշ կոմպրոմիսային ձևերով պահեցին։ Լավ է որ հիմա կա ռադիոյի գործիքների անսամբլը, ինչ ձևով են աշխատում, այն չէր որ առաջ մենք պլան էինք կատարում, ենք ձայնագրություններով լցնում էինք մեր, ինչպես են ժամանակ ասում են ոսկե ֆոնդը, եւ այն ինչ որ մենք ունենք այդ հարստությունը, դա այն թվերի տարբեր համույթների, մեր Ռաֆայել Մանգասարյանի, Օհանդուրյանի, բոլոր մեր երաժիշտների սիմֆոնիկ գործերը, մեր կոմպոզիտորները գրում էին, որտեվ կար կատարող եւ դա մնում էր պատմությանը։ Հիմա դա չկա եւ դրա համար կոմպոզիտորական դպրոցն են սկսեց նահանջել։ Մի օր մի խելոք մարդ կասի ժամանակն է նորից սա սկսել։ Ով կլինի այդ խելոքը, դրան հետո հաստատ պետք է արձան կանգնեցնել։ Սպասենք եւ հուսանք։ Լավ, քանի որ մոտենում ենք ավարտին, այդ ռադիոյի կոլեկտիվի հետ կապված մի հետաքրքիր դեպք կա, որ խոստացա պատմել։ Այդ Իսրայելի մեր շրջագայությունն է, որ ասացի առաջիներ անփորձ էինք այն ժամանակ, ասացինք դե մեկնենք, հրավիրեցին էլ միջազգային, մի անգամից այլքան անուն ունեինք, որ մեզ հրավիրեցին միջազգային փառատոնի, ես էլ դե գիտեմ ամբողջ կյանքս միջազգային փառատոններում եմ հիմա, եւ նման բան չէինք տեսել, ինչ որ այդ տեսանք, հրավիրեցին, ես էլ անփորձ էի, մենակ տանեմ խմբին դուրս համաձայնվեցինք ու գնացինք։ Չկարդացի օրակարգը։ Օրակարգում այնպես է որ դուք օրը 2 համեր էինք դարձ։ Մի հատ 6-ին, մի հատ 9-ին, 6-ից 8-ը, հետո մի ժամ հանգիստ 9-ից 10-ը, 11-ը, հետո ասենք գալիս ենք տուն, բնական է ոգևորված համերգից երգչախմբի ժողովուրդը ոնց ով կքնի համերգից հետո շատ դժվար է ոնց գնաս էմոցիաներ հանգստան մինչև 3-4-ը Քեֆ ուրախություն, ժամ 4-ի կողմը քնում էին, ժամը 6-ին 6:30 վեր էինք ելնում, որ քշենք Երուսաղեմ, որտեղ մենք Ակկո քաղաքում էինք, որը հյուսիսում է, որ այդտեղ էր փառատոնը, մենք գնում ենք Երուսաղեմ, որտեղ մենք մասնակցեցինք այդ ժամանակ Սուրբ Հարության տաճարում ծաղկազարդի օրը պատարակ են երգել Թորգոմ Սերբ arczepiskopos-ի առաջարկով մենք մեր Սերբոս Հակոբյանց տաճարում ելույթ ունեցանք Ալեքսիներ եկել ռուս պատրիարք իր համար մենք շատ ակտիվ մենք նաև համայնքային հայ համայնքի հայ եկեղեցու համար են գործել քշում են 400 կիլոմետր այս կողմ են վիճակ չէր ու օրը 2 համեր դուք պատկերացնում եք եւ Ես կնքվեցի Երուսաղեմ, անհավատ երկրից գնացի, այնպես ամեն ինչ խառնում եմ, ասի կնքվելու եմ։ Հենց նույն Թորգոմ Սերբազանն է ինձ կնքել, մի ժամ դա տևում է, ես նոր հասկացա, որ 10 րոպեում sense չեն կնքում ճանապարհում, էլի, ոնց որ Հայաստանում էր այն ժամանակ, եւ անքուն էինք, էլի, բառից ամենաիսկական իմաստով։ Հիմա վերջին համերգն է, այսպես երկրորդ սեանսը։ Ժամը 10:30 արդեն երգում ենք, այնպես են հոգեթով գործեր ենք երգում։ Ես երգում եմ գմփ, միացած ձայն, դատարկ հատակի փայտի ձայն։ Մի աչ կողմից շարժվում եմ, տեսնում եմ ամբողջ երգումը չռած աչքերով նայում է ինձ։ Սուտ երգում եմ։ Վախեցած են, ինչ է։ Ոնց վախեցած եմ, էս ինչ եղավ էլի։ Բայց ոչ ոք չի հասկանում։ Լավ, շարունակում եմ, հետո ձախ եմ նայում։ Չէ, հետո եկավ ենք այդ ձախ կողմից գմփ նայում եմ, բոլորս նայում են ինձ ու ասես շարունակվում է 5 րոպե, 10 դամփ գմփոսներ են գալիս ու չեմ հասկանում, ու ջղայնացած եմ որ ով է դա, բայց ու մտածում եմ, ինչ պիտի լինի, էլի ոնց կարող է, որ երգչախմբի անդամները չեն, բայց այդտեղից է ձայնը գալիս։ Ղեկավարեցի մեկ է, տեսա աչքս կպնում է։
Հասկս կպավ, պատմում դիրիժորությունը մարդը քնի։ Ցենց կամած աչքս կպավ ու երբ ոմանց մոտ եղած կնի, աչքս կպնում ու ոդկա դնում։ ընկնում ես առաջից, ընկնում ես, ոդկա դες ոդկա 3000 անգամ ոդկա դնուց է, դեղ էլ դատարկ է գմբ։ Ուտեղ հասկացա, որ երկիշները հերթով քնում են։ Որ քունտամ առաջ են ընկնում, գմփում են բոլորս վախեցած ինձ են նայում, թե հիմա ինչ պիտի լինի, բայց ինչ էի հասկա։ Վերջը ես ընկա այդ վիճակի մեջ, նոր հասկացա, ասեցին ժպտալ մի կերպ այդ համերգը վերջացավ։ Բայց լսարանը ոնց էր դրան, չէ, էֆեկտներ են, ինձ երաժշտություն էս նստած Որասուզված լսում են այն շատ բաներ բեմում տեղի ունեն դու գիտես միայն դու գիտես մի զավեշտալի պատմություն էլ եղել է իմ կյանքում մի անգամ Չեքիջանի հրավերով երգչախումբը մանկական պիտի երգեր կապելայի հետ Տեդեումը Բերլյուզի կարծեմ Բերլյուզի Տեդեումը եւ ուրեմն աղոց էր դա ամեն ինչ լավ էր, մի անգամից մեծ վարպետը խնդրել է, մենք մի ամբիոնում էինք աշխատում, մի անգամից ասի այո, նույն զարմացավ, սովորաբար մարդիկ ծանր են ամեն ինչը տան ներկայացնում, հետո արդեն պիտի համերգ լիներ, ինձանց տոմս ուզեցին, ասի խնդիր չկա, զանգարեմ կուզեմ, զանգարեցի, տնօրենին ասեցի, մի քանի հատ տոմս տվեք, դա այդ նորմալ էտիկետ է, այսինքն մասնակիցը պիտի տոմսեր ունենա, ինձ ասեցին տոմս չկա, ոնց ասեցի չկա չեք հաշվի առել, որ ոնց է եղել դες, բայց մի խոսքով շատ նեղվեցի, սա տարական վերաբերմունքի, այսպես բան չի լինում, էլի։ Լավ, ասի չի լինում, բայց ուզում եի գնալ տեսնել երեխաներս ոնց երգեց, ոնց են երգում։ Եվ ինձ ասեցին, պարոն եկեք տնօրենի օթյակ, ես չեմ սիրում տնօրենի օթյակում նստել, այդ անգամ նստեցի տնօրենի օթյակում, համերգն ավարտվեց, շատ լավ անցավ, ես հիմա ծապ, մայստրոն շուռ է եկել, գլուխ է տալիս ու ինձ է փնտրում, սա էլ կանոնակարգի տեսակ մի բանի չգրված, որ պիտի խմբավար երկրորդ բարձրանա, հիմա փնտրում է, ես էլ շատ վիրավորված չեմ ուզում վերկերում, այսպես մտել եմ խորը նստել եմ, այս բազրիկը թույլ չի տալի, որ ինձ ներքևից տեսնեն։ Ոսած նստել եմ, ասում եմ, լավ կանցնի կգնա, ժողովուրդը ծափ է տալիս, այս պարոն Չեքիջանն էլ ինքն էլ է նեղվել երևի այդ պատմությունը, ուզում եմ ինձ գտած լինի, հետո լավ է երկարում են ծափերը, մի խոսքով երկար է, շատ երկար է, կողքս չեմ հիշում, ով էր երաժիշտն, ասում դե լավ է վերկաց, մի հատ վերկաց շատ անհամանում է, էլի ձգվում է, այսպես ձեռքս դրեցի բազրիկին, արագ վերկացա, սենց արեցի ու նստեցի։ Ուրեմն հետո հաջորդ օրը պարտերում ծանոթներ ունեմ նստած, պատմում են, որ ծափ էին տալիս, հետո երկու մարդուկին էին հրավիրված մայստրոյի կողմից, Չեքիջանի, այսպես նայում են, որ տեսնում են Չեքիջանի այդ կողմը նայում, մեկը ես պայի տակ երևնում ու նստում եմ։ Այս կինը մարդուն ասում, սա ով է։ Ամուսին ասում, երևի Բերլիոզն էր։ Ինձ որ պատմում Բերլիոզն։ Երեք սովորաբար շատ զավեշտալի բաներ կան, բայց եթերը չի ռադիո երգչախմբից, որտեղ երեխաների հետ ես միշտ այնքան լարված եմ լինում շրջագայությունների ժամանակ, համերգների ժամանակ, երեխա են, ասում ինչքան էլ իրենք պրոֆեսիոնալ երգում են, դու չես կարող հանգիստ եղել է ռադիո երգչախմբից, ես ստեղծագործություն այնպես ինձ տարել, որ վերջացել է, ես նոր հասկացել եմ, ես չկամ, ես հետ եմ եկել։ Ծափն է կամ բրավոն է ինձ հետ բերել, այդպեսի պահեր ունեցել եմ շատ չի, բայց այդ արտակարգ երգ է։ Երեխաները ինչքան էլ արտակարգ երգում են, իմ ուղղակի չի անջատվում, էլի եւ նա համար այդ լարվածությունը թույլ չի տալիս զավեշտներ հիշել կամ որսալ, իրենք հիշում ու պատմում են անդադ, թե բեմում, թե փորձերի ժամանակ։ Իսկ ռադիոյով երգչախմբը շատ ավելի ազատ էր եւ հիշեցի մի բան, նոր հիշեցի ժամանակ կա, պատմեմ, գնում ենք համերգների Լիտվա եւ դա է 90 թիվների, միջայլոց իմ կյանքի ամենահիշվող նաեւ բաներից մեկն է, որ ինչպես ռադիոյի երգչախմբով մենք դուրս եկանք Լատվիա, Լիտվա, Էստոնիա 2 տարի մեկ եւ երգում էինք, համերգ էինք տալիս, բայց ուրիշ տեղ չունենք գնալու եւ պատմում ենք մեր երկրում տիրող իրավիճակի մասին 88 թվի շարժումը սկսվել էր եւ վիդեոները կան այդ համերգները միտինգներ էին
Ես պատմում էի մեր պատմության, մեր պայքարի հայոց ազգային շարժման, պանդխտության, գաղթի, ցեղասպանության մասին, ընդհանուր մինչև եղել է ազգային անվտանգությունից մոտեցել ինձ ասել են խնդրում եք այս համերգին, խնդրում եմ, sense բաներ են եղել, էլի, եւ մեր հայրենակիցները 88-ին, որ գիտեք ինչ ճանաչում ունեն այդ ժամանակ, ես փողոցով քարում եմ, մարդիկ մոտենում են շնորհակալություն են ասում, բոլորի հոգուց էր էլի դա համերգներ չէին, միտինգներ էին արտերկրում, հետո դա նկարահանվում էր, ուղարկում էին արտասահման։ Եվ այդ հերթական ճանապարհորդության ժամանակ օդանավը չի ընդունում ինչ որ Լիտվան, իջնում է Վարոնեժում, թե Կրիվոյ Ռոգում, Տագան Ռոգում, չեմ իշ միտեղ իջնում է։ Եվ ուրեմն հիմա հետ գալուց է նույնը, էլի։ Որ իջանք, դե քաղցած են ժողովուրդը, ով ինչ ուներ հանել մի կտոր բան էր ուտում, ես մոտեցա բուֆետում, ասեցի ինչ կա, չկա, հա ինձ էլ մի հատ, այսպես այն ժամանակ չենք տեսել, մետաղական տուփի մեջ դանյական թխվածքաբլիթներ էին տվել, ես մոտեցա, ասի ինչ կա, տեսա երշիկ, մերշիկ կապտած հավեր բաներ, ասեցի, ինչ ուտեմ, թե ուզեցի, թե բերեցի, մի քանի հոգի կան առաջի եկողները սեղանից նստեցին, երկիչները բացեցի, ասեցին ուտել այդ թխվածքաբլիթ։ Ով եկավ ոյս որտեղից ես ինչ ասում եմ հալած յուղի տեղ անցնել, ասեցի բուֆետից եմ առել։ Հա, գնում են հերթով գնաց, հերթը կապելը քիչ 30 հոգի մարդ, 36 հերթը կապում մեզ է տվեք, ես կին ասում եմ չկա, ով մոտեմ է մեզ է թողած, մի չկա։ Եկավ ասում է բայ այնտեղ ասում է, ես ինչ գործ ունեմ դրա հետ, բան, արդեն որ 30-րդը մոտեցավ այս կինը, գիշերվա 1000-ն քիչ էր դառը, գոռում էր, բան, եկան ինձ ասի մայստրո բա ասում եք ընդեղից ենք ասում այնտեղ չասի բա դե միամիտ եք դուք հայ եք ասեցի այդքան միամիտ եք ասեցի պետք է հանի տա տանկից է տալի բա ինչ պետք է անենք ասում պետք է հանեք աչքով տվեք մի 2 կոպեկ ավել տվեք հիմա նորից էս հերթը կանգնել ասում չունեմ աչքով են տալիս հոգեկան խանգարվածի պես փող են առաջարկում բա այդ կինը փակեց բուֆետում գնաց ուղարկի հետո ասի չէ կատակ հիմա մեկ եկես ուղարկի ունեցել եմ ես իրենց հետ այդպեսի կատակներ սիրում էի անել լավ կոլեկտիվ էր, ընդհանրապես որտեղ որ աշխատել եմ իմ միակ հարստությունը, որ այդ օջախից տարել եմ, նրանք մարդիկ են, ռադիո երգչախմբի հոյակապ երգիչները եւ նույնիսկ Սայաթնովայի դպրոցում էր աշխատեցի 20 տարուց ավել, չի ասի, շատ լավ մարդիկ էին, բայց կային մի քանի հոգի, որոնց անունները չեմ ուզում հիմա միտոմով տալ, որոնք իմ կյանքը ուղղակի իմ ներքինը հարստացրին իրենց գոյությամբ։ Մենք մինչև հիմա էլ փոքրիկ շփում ունենք, եթե ֆիզիկապես չենք շփվում, բայց հոգուս մեջ տեղ ունեն եւ աշխարհում, երբ որ ինձ հարցնում են, ո՞րն է քո հարստությունը, ասում եմ այն ինչ որ թողել է մայրս, հայրս եւ ինչ նվաճել եմ ես, դա մարդիկ են, լավ մարդիկ, որոնց ես ճանաչել եմ, ծանոթացել եմ աշխարհով, մեկ զբոսնելիս, շրջագայելիս եւ շփվում եմ իրենց հետ եւ կապ եմ պահպանում եւ եթե նույնիսկ այլևս չեմ տեսել, միայն որ հիշում եմ այդ մարդկանց, ես շոյվում եմ ուղղակի որ այդպիսի մարդիկ հանդիպել են ինձ կյանքում, ինչ հետաքրքիր դեպքեր են եղել, ինչ ջերմ հարաբերություններ են եղել, կուզեի բոլորի հետ շփվել, ոնց որ շատ մարդ լիքը ոսկու դրամներ ունեն, շախտ աշխարհով մենք այդ ոսկին չի ուզենա տեսնել, բայց այդ մարդկանց կուզեի։ Ամենաթանկ կապիտալը մարդն է։ Հա, ես այսօր կան մարդիկ ընդհանրապես լավն են, պիտի ուղղակի գտնես ճանապարհը դեպի իրենց, որտեղ ամենավատ մարդը միշտ մի հատ ընկեր ունենում է, չէ։ Այսպես։ Շատ լավ։ Այս լավատեսական նոտայով էլ ավարտենք արձանագրելով, որ լավագույն կապիտալը մարդն է։ Մարդկային շփումները եւ պետք է պահել մարդկանց լավ վերաբերել եւ ամենակարևորը տաղանդավոր մարդկանց ճանապարհ եթե չեն հարթում գոնե չփակեն որովհետեւ դա ուղղակի գոնե Հայաստանի համար դա դավաճանություն է Սիրելի հայրենակիցներ հիշեցնեմ որ այսօր ճանաչիր մերոնց հաղորդաշարի շրջանակներում մեր տաղավարում հյուրընկալել էի Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախմբի գեղարվեստական ղեկավար պարոն Տիգրան Հեքեքյանին կհանդիպենք Շնորհակալություն, ստեսություն, մինչ նոր հանդիպում։